Պարոն Սուքիասյան, վերջերս հայտնի դարձավ, որ ուղղետոմսի QR կոդերը հանվելու են, սա ինչ նպատակով է արվում եւ արդյոք սրանով չենք կարող ասել, որ այս ծրագիրը տապալվել է, սա եւս մեկ անգամ չի ապացուցում ծրագրի ձախողումը։ Ծրագրի այսպես կոչված բարեփոխումների տապալումը նոր չէ, որ արձանագրման ենթակա փաստ է, դրանով ընդհանրապես նպատակ ունեն մարդկանց հարկադրել այդ փաթեթները գնել եւ նաեւ ընթերցել համակարգի այդ միանգամյա տոմսերի վաճառքի այդ քրոնիկ թերությունները, որ հաճախ քաղաքացին գցում է գումարը, բայց թուղթը չի տալիս, նաեւ այդ խնդիրն են ուզում լուծել, այնպես որ նաեւ իրենք են հայտարարում, որ մարդկանց մեծ զգալի հատվածը բոյկոտում է տրանսպորտային իրենց բերած այս թանկացումները, բայց այսպիսի մի ուշագրավ բան էլ կա, տրանսպորտը այնքան գերբեռնված է, որ շատերը ակամա են բոյկոտում, որովհետև ուղղակիորեն ավտոբուսի դռան մոտից հնարավոր չի հասնել վալիդատորի մոտ, որ վճարել, այսինքն ինքնաբերաբար բոյկոտել կա, դա էլ են փորձում ընդդիմության կոչերի վրա դուրս գրել, այսպես ասած, տարբեր կոմպոնենտներից ելնելով այս տրանսպորտային բարեփոխում կոչվածը ձախողվել է, ինչպես ճիշտ այնպես, ինչպես իշխանությունների բերած գլոբալ բոլոր նախագծերը եւ այդ առումով մենք դրա այդ ամեն ինչի ելքը տեսնում ենք արտահերթ ընտրությունների մեջ։ Արտահերթ ընտրությունը պիտի տեղի ունենա Երևանում, որովհետեւ եթե մի իշխանություն վեր է կենում բարձրաձայն խոստովանում է, որ ընդդիմության կոչերին անսալով քաղաքացիները տապալում են տրանսպորտային իրենց ճակերտավոր բարեփոխումը, հարցը առաջանում, բա դուք ստեղ նստած ինչով եք զբաղված։ Նշանակում է դուք ձեր տեղում չեք, որ ընդդիմության խոսքը այս դեպքում մասնավորապես Մայր Հայաստանի տեղ է հասնում եւ մարդիկ մերժում են ձեր բերած թանկացումները, դեռ մի բան էլ սպառում են, որ վայ կարող է այդ տրոլեյբուսները չգնենք եւ այլն եւ այլն, այն պարագայում, որ 25 թվականի Երևան քաղաքի բյուջեն 24 թվականի բյուջեի համեմատ ավելին է շուրջ 34.5 միլիարդ դրամով։ Այսինքն ահռելի ֆինանսական հոսքեր կան այստեղ եւ այդ շինթույլտվությունները, ինչպես նաեւ գույքահարկի բարձրացման արդյունքում, այսինքն այս պարագայում փողը պետքա որ խնդիր չլիներ, այդտեղ կա ուղղակի կառավարման ապիկարություն, կառավարման ճգնաժամ, որի հանգուցալուծումը միանշանակ արտահերթ ընտրություններ են։ Անդրադառնանք նաև վերջին շրջանում եկեղեցու դեմ տարվող արշավին, ինչով եք սա բացատրում եւ հատկապես կխնդրեմ անդրադառնանք Սամվել Կարապետյանի հանգամանքին, որ պաշտպանությամբ հանդես եկավ եկեղեցուն վեհապարին եւ արդյունքում հայտնվեց արմավիրի քրեակատարողականում։ Դուք ինչպես եք սա բացատրում։ Ինձ համար ակնհայտ է, որ այդ երկու գործընթացները սերտորեն շահկապված են միմյանց հետ։ Առաքելական եկեղեցու թիրախավորումը նոր չէ, որ սկսել է Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ է մեկ բան, որ ինքը գործում է շատ ունիսոն, շատ սինխրոն Ալաշուքյուր Փաշազադեի հետ, Բաքվից եւ Անկարայից ստացվող պատվերներ են այդ ամեն ինչը, որ իրենք իրականացնում են, թիրախավորել հայ առաքելական եկեղեցուն, վեհապար Հայրապետին, որպես ազգային որևիցե դիմադրության օջախ լիկվիդացնել, վերացնել եւ փորձել դրա դիմաց ստանալ ինչ որ մի հատ թղթի կտոր, որը հնարավոր է ընտրությունների ժամանակ հանրությանը ծախել, թե իբրև թե տեսեք խաղաղությունը բեր, բայց նույն հանրությունը շատ լավ գիտի, որ այս իշխանության օրոք ավելի շատ պատերազմ է եղել, քան խաղաղություն, խաղաղությունը հալվա չի, որ ասես, չգիտեմ, բերանդ քաղցրանա, այդ իմիտացիան ստեղծես։ Էլ ավել ընդգծելի եւ ցայտուն է Սամվել Կարապետյանի նկատմամբ մեկնարկած այս արշավը, նրան ձերբակալելը, ազատազրկելը, շատ կոնկրետ հետապնդման ենթարկելը, ինչը անշուշտ դատապարտելի է, խոսում է իշխանության վախերի մասին, որտեղ կա հեղինակություն, ուժային կենտրոն, կոնսոլիդացիոն առանց կլինի, մայրաթոռը կլինի Սամվել Կարապետյանը կամ ցանկացած որևիցե այլ քաղաքական հանրային միավոր, իրենք ամեն կերպ խնդիր են դրել հարվածել հեղինակությանը, վարկաբեկել, բայց ուրախություն բոլորից պիտի ասեմ, որ դա նրանց չի հաջողվում, ընդամենը այդ խոսույթը սպառում է գտնում ինչ-որ մարգինալ հասարակության, մարգինալ հատվածների մոտ եւ մենք առաջիկա գործընթացներում հատկապես ընտրական մեծագույն շանս ունենք մեկընդմիշտ քաղաքացիական պայմանագրին ուղարկել շատ հեռու մեր կառավարման մարմիններից։ Ձեր գնահատմամբ ինչ է սպասվում Սամվել Կարապետյանին 2 ամիս հետո։
Այս իշխանությունների պարագայում որևիցե կանխատեսում անելը շատ, այսպես ասենք, խոցելի կլինի։ Ես լիահույս եմ, որ հատկապես վերջին օրերին ազատազրկման վայրից իր հղած ուղերձների խորապատկերին իր կամքը եւ հետեւողականությունը շատ մեծ են լինելու եւ ինքը առաջիկայում լինելու է շատ լուրջ գործընթացների առանցքում որպես ջահակիր։